Խոշոր հաշվով վերջին պարտություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 3 Էդուարդ Սպերցյանի դուբլի արդյունքում ոչ ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ ընկերական հանդիպմանը։ Ֆուտբոլային մեկնաբան Արմեն Գարամյանը ներկա է եղել հավաքականի 2 հանդիպումներին էլ։ Ասում է Հայաստանի ընտրանուց ոչ ուժեղ հավաքականների հետ հանդիպումներից ստացած տպավորությունները դրական գնահատել չի կարող։ Սպերցյանի անհատական որակները իհարկե որոշիչ նշանակություն ունեցան, բայց բնականաբար նա չէր կարող միայնակ հաղթել։ Իհարկե նրա կողքին կային նորեկներ, փորձարկումներ կային, չկային մի շարք առաջատարներ եւ այս ամենի համատեքստում որոշակի փոփոխություններ կային։ Գրկում եմ առավելապես Չեռնոգորիայի հետ խաղում, Կոսովոյի հետ խաղում մենք 60 րոպե խաղացինք նորմալ ֆուտբոլ։ Հետո թիմը քանդվեց տարբեր պատճառներով։ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Ջոն Վանցխիպը երեկվա հանդիպումից հետո հայտարարեց, որ որոշ գործոններով կարողացել են բարելավել խաղը։ Նորանշանակ մարզչի կարծիքով հավաքականը գեղեցիկ խաղ է ցուցադրել։ Էդուարդ Սպերցյանն առաջին գոլը խփեց հանդիպման առաջին րոպեին, վերջինը 81-րդ րոպեին։ Էդուարդ Սպերցյանը կարծում եմ փրկեց ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը պաշտոնանկությունից, որովհետև այդ երկրորդ գոլը որոշակի կարող է արդարացում լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը այն բանի համար, որ հավաքականում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Մեդիամաքս սպորտի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը նույն տպավորությունը չի ստացել օրեր առաջ Կոսովոյի հետ հանդիպումից։ Հայաստանը խոշոր 5-2 հաշվով պարտություն կրեց։ Այնպիսի տպավորություն էր, որ խաղում են ոչ թե Հայաստանի հավաքականը եւ Կոսովոն, այլ Հենրի Ավագյանը Կոսովոյի հավաքականի դեմ մի քանի անգամ փրկեց, բայց մի քանիսն էլ չկարողացավ փրկել։ Մարտին Վրաստանի հավաքականին խոշոր հաշվով պարտվելուց հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներողություն էր խնդրել հանրությունից, խոստանալով հունիսին ներկայանալ բոլորովին այլ մակարդակով։ Ոչ թե այլ մակարդակ էր, այլ որոշ չափով կերպարանափոխված հավաքական, բայց միայն Չեռնոգորիայի հետ խաղում, նկատում է Արմեն Գարամյանը։ Այստեղ մի կարևոր խնդիր կա, որ գլխավոր մարզիչը իրականում շատ լավն է, չգիտեմ դա խնդիր է այս բանի թե ոչ, բայց այն ինչ ուզում են ստանալ այս հավաքականից մի փոքր բարդ է, որովհետև իր նախընտրած ֆուտբոլի համար, ինտենսիվ, ագրեսիվ, դոմինանտ ֆուտբոլի համար անհրաժեշտ են շատ որակյալ խաղացողներ։ Երբեմն հնարավոր է որակը փոխհատուցել աշխատասիրությամբ, բայց դրա համար էլ ժամանակ է անհրաժեշտ։ Դավիթ Ալավերդյանը նշում է, Մելիքբեկյանի հերթական խոստումն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Նույն հավաքականներ, նույն խնդիրներով, նույն ոճով եւ անկազմակերպ խաղով։ Խաղացողները իրար չեն զգում, չեն կարողանում գտնել իրար մարզադաշտում, ժամանակին փոխանցումներ չեն կատարում եւ նաեւ չի զգացվում մարզչի ձեռագիրը։ Հայաստանը սեպտեմբերին աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում հյուրընկալելու է Պորտուգալիայի հավաքականին, որը վերջերս երկրորդ անգամ նվաճեց ազգերի լիգայի գավաթը։ Դավիթ Ալավերդյանի համոզմամբ կտրուկ քայլեր ու փոփոխություններ են պետք ոչ միայն հավաքականում, այլև ֆեդերացիայում։ Նրա պնդմամբ այդ փոփոխությունների սկիզբը պետք է տա Արմեն Մելիքբեկյանը հրաժարական ներկայացնելով ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Ալավերդյանը նաև կարծում է, որ առանց քաղաքական աջակցության այսքան ձախողումներից ու խոշոր հաշվով պարտություններից հետո Մելիքբեկյանը չէր կարող պաշտոնավարել։ Տևական ժամանակ ֆուտբոլասերների մեծ մասը պահանջում է նրա հրաժարականը։ Ֆանակումներն անգամ հավաքականի հանդիպումներին են ակցիաներ իրականացնում։ Մելիքբեկյանը մինչդեռ ապրիլին հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողների հարցերին, թե ինչու հավաքականի ամոթալի պարտություններից հետո հրաժարական չի ներկայացնում, կարճ պատասխանեց։ Ես հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ եւ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու։ Արմեն Գարամյանն ընդգծում է, սեպտեմբերին սպասվող խաղին շատ դժվար կլինի անգամ ոչ ոքի արդյունք ապահովել։ Մենք երկու տարբերակ ունենք, կամ թույլ տալ մարզչին աշխատել մի քանի ամիս, կամ չգիտեմ միգուցե տարի, եւ կտեսնենք այն, ինչ ուզում է մարզիչը տեսնել, եւ այդ ժամանակ նոր կսկսեն արդյունքները գալ, կամ պետք է հեռացնել այս մարզչին, բերել նոր մասնագետի, որը կխաղա ֆուտբոլ ըստ մրցակիցների։ Ու թեև երեկվա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի, ոլորտի մասնագետները հույսեր չեն փայփայում, որ Հայաստանի ազգային հավաքականն առանց լուրջ փոփոխությունների առաջիկայում կարող է լավ արդյունքներ ապահովել։